Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե նախորդող 11 ամիսների ընթացքում մեր դիտարկումները արձանագրել էին շուրջ 72 դեպք, այսինքն դիտարկված ժամանակահատվածը նախորդ տարի մայիս ամսվա հատվածից սկսած, մինչև եթե դիտարկենք մարտի 15-ը, ֆիքսել ենք 72 դեպք։ Մարտի 15-ից ապրիլի 15-ի ժամանակահատվածում այդ դեպքերը ավելացել են 42-ով։ Այսինքն եթե 11 ամսվա ընթացքում 72 էր, իսկ 1 ամսվա ընթացքում 42, սա ցույց է տալիս, որ մեկ օրվա կտրվածքով մենք ունենում ենք 2, 3 կամ ավել թվով ապատեղեկատվական արշավներ, ինչը նաև փաստում է, որ արդեն նախընտրական բում փուլում այս ինտենսիվությունը շարունակվելու է։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը խոսեց ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին, ընդգծելով արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը։ Նա նշեց, որ իրականում ապատեղեկատվական արշավների թիրախում որևէ պաշտոնյա չէ, որևէ հանրային գործիչ չէ, որևէ կուսակցություն չէ և առավել ևս իշխանությունները չեն։ Թիրախում պետությունն է և հանրային վստահությունը։ Խնդիրը օրինակ գալիք ընտրությունների հանդեպ վստահության նվազումն է, որ մարդկանց մոտ ստեղծվի իրավիճակ, որ ընտրությունների ելքը կանխորոշված է եւ բնավ այն ժողովրդավարական ուղին, որը ընտրել է կառավարությունը, այդքան էլ նշանակություն չունի։ Եվ հանրային աղմուկը, երբ որ մարդը ամեն օր առերեսվում է ինչ-որ կեղծ լուրի, կեղծ տեղեկատվության, կեղծ փաստերի, իրեն շեղում է իրականությունից։ Նազելի Բաղդասարյանի խոսքով որոշ դեպքերում իրենք արձանագրում են, որ ապատեղեկատվական արշավները տարածվում են քիչ հայտնի կամ անհայտ կայքերի միջոցով, որոնք ստեղծվել են հենց նման արշավները գեներացնելու համար եւ ապատեղեկատվությունը տարածվում է տարբեր լեզուներով։ Նա նաեւ նշեց, որ կա այսպես կոչված մի անարդարության դեմ պայքարի հիմնադրամ եւ դա աֆիլիացվում է Պրիգոժինի հիմնադրամի հետ եւ հիմնականում թիրախավորում են վարչապետին եւ նրա ընտանիքի անդամներին։ Այնուհետեւ հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գործ Արուկյանը ներկայացրեց կենտրոնի կողմից ստեղծված Stugel.am կոնտենտի ստուգման նոր հարթակը, որն ավելի շատ ստեղծվել է հանրության համար։ Այնպես ինչպես հնարավոր է AI գործիքներով գեներացնել լուսանկար եւ տեսանյութ, այնպես էլ նույն մեքենայական հաշվողական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերիֆիկացնել, նույնականացնել արդյոք այդ նկարը կամ տեսանյութը իրական են թե ոչ։ Նկարի ստուգումը ընդհանրապես ենթադրում է կամ նկարը տեղադրել կամ բեռնել դեպի հարթակ եւ վերլուծել։ Մի քանի վայրկյանի ընթացքում ստանում ենք եզրակացությունը, որ կոնկրետ այս դեպքում իրական նկար էր եւ ճիշտ է ճանաչել եւ միևնույն ժամանակ գեներացված նկար ինչ որ կարող ենք տեղադրել, իհարկե առաջին հայացքից սա ցույց տվեց գեներացված եւ այո իրոք ինքը գեներացված լուսանկար էր։ Մենք այս պահին նույնը նաեւ տեսանյութը հնարավոր է նաեւ հղումով տեղադրել տեսանյութ Facebook-ից, TikTok-ից եւ Instagram-ից եւ տեսանյութը կստուգվի։ Ի հավելում են Գործ Արուկյանն ասաց, որ չափազանց կարևոր է, որ ֆեյքերը ստանան հակադարձում եւ իրենց պատասխանը։ Այս հարթակում որևէ կողմնապահություն չկա, որևէ բացառություն չեն դրել ֆեյքերի մեջ, իշխանական ֆեյքեր են ապատեղեկատվությունը տարածում, թե ընդդիմադիր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։